Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյան այսօր ներկայացրել է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների ինքնաառաջադրման ժամկետները, թե ինչպես կարող են լինել, եւ այստեղ մի ուշագրավ հանգամանք կա, որ ասում են նա պետք է քաղաքացիական պայմանագրի անդամները 500,000 դրամ, իսկ անդամ չհանդիսացող անձիկ 1,500,000 դրամ գումար վճարեն։ Նախ այս գումարի հետ կապված ինչ է կարծում, ինչու է նման ձևով իշխանությունը որոշել 500,000 կուսակցականներին եւ 1.5 ոչ կուսակցականների եւ երաշխավորների այսպես ինստիտուտ պիտի աշխատի այդ ոչ կուսակցականների համար ինչ որ մարդիկ պետք է երաշխավորեն։ Նախկինում էլ այսպես համակարգ գործել, թե ինչ որ խնդիր կա։ Չէ, նախկինում ոչ կուսակցականների համար այդ հանգամանքը չկար, որ ասենք իրանք նույնպես գումար տրամադրեն։ Նախկինում ասենք վարչություններ որոշում այս կամ այն քաղաքական գործին կամ քաղաքացուն ցուցակներում ընդգրկելու չընդգրկելու հարցը։ Ինչ վերաբերում է կուսակցականների կողմից 500,000 դրամ, ապա դա տրամաբանական քայլ է հիմնավորված, նույնիսկ ժամանակ որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ է, ես ինքս եմ նմանատիպ առաջարկություններով հանդես գալիս, այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Հասկանալի չէ մյուս տարբերակը։ Ասենք հասկանալի չի, եթե տվյալ անձը չի անցնում քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ եւ հայտ է ներկայացնում եւ հա մի երաշխավոր է հասկանալի է երաշխավորի ինստիտուտը դա հասկանալի է, բայց 1,5 միլիոն գումար տրամադրի եւ համաժողովը ասենք իրան 150-րդ համարը կամ չընդգրկի ասենք այսպես անցողիկ հատվածում մի քիչ անհասկանալի է, այստեղ մի քիչ կա այսպես կոչված մանիպուլյացիայի բան կա, տեղ կա։ Պարոն Աղազարյան, դուք միշտ ասում եք, որ ցուցակը Նիկոլ Փաշինյանի անձամբ ուղղորդման է լինելու, ինքն է որոշելու ով պետք է լինի, ով չպետք է լինի։ Ես ասել եմ երբ որ արտահերթի ժամանակ լինի։ Հիմա կրկին էլի չեն դադարում խոսակցությունները, որ հնարավոր է արտահերթ, որովհետև նախընտրական շտաբ են ձևավորել Արայիկ Հարությունյանն, իմիջիալոց ինչպես եք վերաբերում նոր շտաբի պետի ընտրությանը, ձեր կարծիքով իսկապես Արայիկ Հարությունյանը կարող է ապահովել իշխանության մեծամասնություն կազմելը եւ արդյոք էլի մնում է արտահերթ ընտրությունների անցկացման այդ հնարավորությունը։ Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանին, ապա նա բնականաբար չի կարող այսպես կոչված իր պատասխանատվություն վերցնել ապահովի անցողիկ այսպես կոչված ցուցանիշ, բայց ես գնահատում եմ, որ հա ճիշտ թեկնածուներից մեկն է ընտրված եւ ինքը իր պոտենցիալով իմանով եւ նաեւ զբաղեցած պաշտոնով կարողանա այդ աշխատանքը կատարել, ինչ արդյունքներ կլինի դա ժամանակի հարց է, հիմա ինչ վերաբերում է ցուցակների ձևավորմանը, այո ես ասել եմ, բայց ասել եմ արտահերթի ժամանակ։ Հիմա այստեղ էլ իհարկե տեսեք ասում եմ որ հետո պետք է վարչությունը թեով հաստատի, կարծեմ, եթե չեմ սխալվում, պետք է հաստատի թեկնածուներին Այսինքն վարչությունը կարող է այս կամ այն տեխնացուին չհաստատի։ Իսկ մենք գիտենք ինչ վարչություն նշանակում է Նիկոլ Փաշինյան։ Այսինքն նորից այստեղ ինքը ցուցակների վրա անմիջական ազդեցություն ունենալու հնարավորություն ունի։ Չհաշված մի ուրիշ տարբերակ էլ։ Եթե ցուցակների, ասենք տեխնացուների ցանկը ճշտելուց հետո այդուհանդերձ համաժողովը այնպես ընտրություն կատարի, որը Նիկոլ Փաշինյանին, ասենք, հաճելի իրավիճակ չլինի, այնտեղ էլ օրենքը նախատեսում է պայմաններ հնարավորություններ, որպեսզի այս կամ այն տեխնացուին հանեն, չհաշվով կարող են կանչել եւ խնդրել ուղղակի հիմնավոր խնդրել, որպեսզի այդ տվյալ անձը իր տեխնացուն անի։ Հետեւաբար կա այդ ազդեցությունը։ Արտահերթի ժամանակ ուղիղ Այստեղ ոչ ուղիղ, բայց էլի կա։ Պարոն Աղազարյան, չգիտեմ դուք ձեր տեսակետը հայտնել եք թե չէ, վերջին պատարագի հետ կապված ձեր տպավորությամբ ինչպիսի իրավիճակ ստեղծեց այդ այսպես ճակերտավոր պատարագը, որովհետև Նիկոլ Փաշինյանը մտադիր է նաև այս կիրակի գնալ, այսինքն ինչ է ուզում անել այս պատարակներով հերթական հովանավանք այցելելով, մենք առաջինը տեսանք, որ գրեթե կեսից շատը անվտանգության աշխատողներ էին քաղաքացիական հագուստով եւ քաղաքացիական պայմանագրի падգամավորներ, հարազատներ եւ այդպես կուսակիցներ։ Չէ, ոչ էս շատ է ճնշող մեծամասնությունը, ասենք երևի դե քաղաքացիները, որ եկել են իրենց կամքով, չնչին մատերիալ կարելի կլիներ հաշվել եւ այստեղ ինչ է տեղի ունենում այստեղ ամենասարսափելին ուրիշ տեղ է մենք նայում ենք առերևույթ թե ինչ է տեղի ունենում մենք չենք խորանում թե նպատակը որն է իրական նպատակը որն է չէ որ այդ թերությունները որոնց մասին խոսում է վարչապետը որոնց մասին խոսում է վարչապետի շրջապատը այդ թերությունների մասին մենք բոլորս գիտենք մենք այդ բոլորս այդ թերությունների մասին գիտենք նաեւ 5 տարի առաջ եւ նաեւ 15 տարի առաջ եւ նաեւ 20 տարի առաջ
եւ կոնկրետ նաեւ 7 տարի առաջ։ Նիկոլ Փաշինյանը մինչ այս, երբ որ դուք կուսակցությունում եք, երբևէ խոսել էր այս հենց կուսակրոնության ուխտի խախտման հետ կապված։ Ամենայն դեպս իմ ներկայությամբ իմ ներկայությամբ իմ մասնակցությամբ այսպեսի քննարկում չի եղել։ Որևէ ժամանակ չի եղել։ Ոչ։ Եվ ճիշտ հակառակը, երբ որ հեղափոխությունը շարժում առաջացավ կաթողիկոսի դեմ, ասենք երևի թե Նիկոլ Փաշինյանը իրապահված կողմից է, որ պետությունը չի միջամտում եւ այլ, որը ճիշտ, ինչը ճիշտ է։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, որ ինքը պայքարում է եկեղեցու, այսպես կոչված, այդ թերությունները վերացնելու համար, մաքրելու համար, այդ ազնիվ գաղափարի տակ ինքը իրական ուրիշ նպատակ է հետապնդում, որովհետև եթե ինքը այդ նպատակն է հետապնդում, ապա ինքը դա կարող է 5 տարի առաջ, 6 տարի առաջ սկսել են ժամանակ, եւ եթե նույնիսկ հիմա է որոշել որ անի, ապա էլի ձևեր կանելու օրենքներ փոփոխություններ, ընդհանուր միջուց համանadrությամբ ես փոփոխություն չգիտեմ ոնց եւ այլ, բայց ոչ այս ձևով։ Ինքը հետեւաբար նպատակ չի հետապնդում մաքրել։ Իսկ ինչ է ուզում։ Ինքը ուզում է պարակտի եկեղեցին։ Այսինքն ինչ դարձնի Հայաստանի, այսպես կոչված, կաթողիկոսություն, ինչը պետք է դնի 4 հանրապետության, այսպես կոչված, իր կոնցեպտի, որպես հիմնասյուներից մեկը։ Իսկ արդեն իսկ 4 հանրապետություններ վտանգավոր է լրիվ ուրիշ բանով, որ երբ որ դու ստեղծում ես 4 հանրապետություն, այսպես կոչված, եւ ջնջում ես 3-րդ հանրապետությունը, ապա դա նշանակում է որ դու նոր բան ես ստեղծում, իսկ նոր բան ստեղծելու ճանապարհը մեր շրջապատը հաշվի առնելով շատ լուրջ վտանգներով է սպառված, հավենված, որովհետև մեր հարևանները Թուրքիան եւ Ադրբեջանը անկախ մեծ լուրջ ցանկություն կունենան այդ 4 հանրապետություն ստեղծելու գործում։ Այդ ձևով եկեղեցին ինչ պիտի սպառնար 4-րդ հանրապետություն, այսինքն ինչ սպառնալիք է տեսնում այս պահին եկեղեցու հետ։ Դե եկեղեցին այսպես տեմպես համահայկական կառույց է, իր թերություններով հանդերձ։ Ինքը համահայկական կառույց է եւ այդ համահայկական կառույցը կարա որոշ դեպքերում ասենք այսպես կոչված 4 հանրապետության ստեղծման որոշ էլեմենտների հետ կապված դիմադրություն առաջացնի այդ սպառնալիքը եւ նաեւ գիտեք ոնց այստեղ ըստ էության ինչ է տեղի ունենում ըստ էության Փաշինյանը սահմանադրական կարգն է խախտում Երբ որ ասում եմ, որ գրածա որ եկեղեցին անջատ է պետությունից եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ ինքը համանadrական կարգն է խախտում։ Ինչ շատ ժամանակ հարցն է, պարոն Աղազարյան, դուք որ դիրքերում եք։ Ես չլինելով հավատացյալ, այս ծավալային եկեղեցու պաշտպանության դիրքերում եմ։ Լիքը նշած թերությունների հետ համաձայնելով հանդերձ։ Եկեղեցու պաշտպանության դիրքերում եմ այնքանով, որքանով որ ես պաշտպանում եմ սահմանադրությունը, սահմանադրական կարգը։ Բան, տեսեք, այս ընթացքում ձայնագրություններ, գաղտնալսումներ տարածվեցին, տեսանյութեր տարածվեցին եւ ստացվեց դուք ամենաշատը եւ ամենալավ գիտեք, թե ինչ է դա նշանակում, որովհետեւ ձեր հեռախոսի պարունակությունը, երբ որ ամբողջ հրապարակվեց, հանրությանը հասանելի դարձավ շատ բաներ, դուք ինչ եք կարծում, իշխանությունը ասում է, սա հատուկ ծառայությունների արած գործը չէ, դեր տպավորությամբ կարող էր դա անել բաց իշխանությունից։ Չէ, չի բացառում, որ ուրիշները արած լինեն, բայց այն հանգամանքը, որ դա մարդկանցական կյանքի հետ կապված փաստերը հրապարակվել են, ասենք, հանրության սեփականությունը դասից, այդ կապված կարծեմ, ասենք, քրեական վարույթը նախաձեռնել, դա պետք է արվի, որովհետև հակառակ դեպքում մարդը պետական ապարատի դեմ շատ անհատ է, շատ անպաշտպան ըստ էության յուրաքանչյուր մեկը ասենք ես հիմա դրա միջով անցել եմ եւ անցնում եմ դա անպաշտպանության զգացողություն առաջ որը սարսափելի ես նորից եմ ասում ցանկացած փաստ որ ցանկացած ձևով կարա հատուկ ծառայությունները հանեն որը վերաբերում է պետական անվտանգությանը դա մի խնդիր է բայց երբ որ արդեն դու դա օգտագործում ես որպես ռեպրեսիվ քո նպատակները իրականացնես դա լրիվ ուրիշ խնդիր է հետեւաբար դու կարաս ցանկացած մեկի նկատմամբ ունենաս այդպիսի այսպես կոչված բանդասներ ունենաս եւ թիմակիցների նկատմամբ եւ հետեւաբար ասես եթե ես չկվարկես ապա sense կլինի այդ ձևով պետություն ղեկավարելով այդ ձևով տեղ չես հասնի դա շատ վտանգավոր է եւ դա շատ սարսափելի բան է եւ դա պետք է իր արժանի գնահատականն արժանանա